Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի և նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնների հնարավոր տեղափոխությունների շուրջ այլևս կասկածները փարատված են, ու չնայած պաշտոնական մամուլը հիացմունքով է ներկայացնում այս որոշումը, տեղեկատվության հրապարակման հաջորդ իսկ օրը ցուցարարներ հայտնվեցին Մոսկվայի փողոցներում Ռուսաստանն առանց Պուտինի կարգախոսներով։ Ընդդիմադիր համերաշխություն շարժման անդամներից Իլյա Յաշիկի խոսքերով Մեդվեդևն իր պաշտոնավարման ողջ ընթացքում ընդամենը նախապատրաստել է Պուտինի վերադարձը, ով իրականում երբևէ չի էլ հեռացել իշխանությունից, շարունակելով ղեկավարել գործող հանցագործ խմբավորումը։ Յաշինի խոսքերով, բացի այն, որ Պուտինի վարչակարգը կոռումպացված է, Ռուսաստանում շարունակում է աճել սոցիալ-տնտեսական բևեռացվածությունը։ Forbes ամսագրի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում ռուսաստանցի միլիարդատերերն առաջին շարքերում են, մինչդեռ երկրում շուրջ 20 միլիոն մարդ աղքատ է, ասում է Իլյա Յաշինը։ 12 միլիոն բնակչություն ունեցող Մոսկվայում, սակայն բողոքի այս ակցիային մասնակցում էր ընդամենը 250 մարդ, ընդ որում նրանց թվում մարդիկ, ովքեր եկել էին հետաքրքրություններից ելներով միայն։ Բանակի պաշտոնաթող Սպաս Սերգեյ Նիկոլաևիչի համոզմամբ, օրինակ, Ռուսաստանի նման հարուստ բնական պաշարներ ունեցող երկրում հեղափոխության հավանականությունը չափազանց ցածր է։ Բողոքի արտահայտման մեկ այլ միջոց է ընտրել հրատարակչական մի ընկերության աշխատակից Վլադիմիր Արիստարխովը, ով պատրաստվում է իր ձայնը տալ կոմունիստներին, քանի որ գտնում է, թե Պուտինն ու Մեդվեդևը պատրաստվում են անվերջ կառավարել Ռուսաստանը։ Երկրի բնակիչներից շատերի համոզմամբ էլ արդեն իսկ լճացման մեջ գտնվող Ռուսաստանում այդ իրավիճակը կշարունակվի ևս 12 տարի, քանի որ Պուտինի վերընտրվելու հավանականությունն աներկբա է։ Դորս անվանմամբ ինտերնետային հեռուստակայանի կողմից անցկացված հարցման վկայությամբ Պուտինի վերընտրվելու պարագայում արտագաղթի տեմպերն ավելանալու են։ 34-ամյա համակարգչային ծրագրավորող Անդրեյը, ով չի պատրաստվում մեկնել երկրից, ասում է, որ Ռուսաստանն էլ ավելի է նմանվել Խորհրդային Միությանը իր միակուսակցականությամբ եւ միակ առաջնորդի առկայությամբ։ Նրա խոսքերով, չնայած որ երկիրը գազի եւ նավթի միջոցով առավելություններ ունի, դրանք նաեւ Ռուսաստանի աքիլեսյան գարշապարն են, քանի որ ասում է ծրագրավորողը, տնտեսությունը չափազանց խոցելի է նավթի եւ գազի գնային տատանումների պատճառով։ Ու եթե համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում վառելիքի գները զգալիորեն նվազեն, ապա ներկայիս իշխանությունների շարունակականությունը չափազանց կասկածելի կլինի։ Արսեն Խարազյան, Ամերիկայի ձայն։